Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Խորհրդանը քննարկել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը։ Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության 24 ամսյա ժամկետը դարձնել 18 ամսյա։ Բանակը դիրքապահ համակարգից անցնում է իրական պաշտպանական մոդելի, ըստ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, այս փոփոխությունն է, որ հնարավորություն է ստեղծում կրճատելու պարտադիր զինծառայության ժամկետը։ Ազգային ժողովում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության շուրջ քննարկման իրավիճակը նորից լարվել է, ընդդիմադիր պատգամավորները սկսել են իշխանության հասցեին կրկին մեղադրանքներ հնչեցնել, արձագանքն էլ չի ուշացել։ ԱԱԾ քննչական կոմիտեի շենքում ձերբակալվել է Մայրաթուռի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանի ձերբակալումը աղմկահարույց տեսագրության հետ կապ չունի, հայտնի է հանրային քրեական հետապնդում հարուցելու պատճառը։ Արարատ Միրզոյանը Վիեննայում է մասնակցելու ԵԱՀԿ նախարարական համաժողովին, որի շրջանակում կայացել է նրա հանդիպումը Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիարտոյի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր, արձանագրել դրական դինամիկան։ Գործադիրն այսօր հաստատել է պետական մարմիններին խրախուսական ֆոնդ հատկացնելու վերաբերյալ նախագիծը։ Ծրագրի հիմնական նպատակը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է, որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Կայացել է կառավարության հերթական նիստը։ Բրիտանական դեսպանատունը հայտնել է, որ մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական գծով։ Այս պատմական քայլն արտացոլում է Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը եւ նպաստելու է պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում գործակցության հետագա զարգացմանը, հայտնում են դեսպանատնից։ Խորհրդանը քննարկել է կառավարության ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը։ Նախագծով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24 ամսյա ժամկետը դարձնել 18 ամսյա։ Փոփոխությունը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24 ամսյա ժամկետը դարձնել 18 ամսյա։ Խորհրդարանականները քննարկեցին օրենքի համապատասխան նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Պապիկյանն ընդգծեց, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրով։ Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պաշտպան հայրենիաց ծրագիրը քաղաքացիների շրջանում բավականաչափ բարձրացրել է գրավչությունը զինվորական ծառայության անցնելու առումով։ Մեծամասամբ մենք շեշտը դնում ենք իհարկե պաշտպան հայրենիաց ծրագրի վրա, որովհետեւ այն ավելի հեռանկարային է եւ նաեւ քանի որ նպատակ է ունեցել հենց այս օրենքի նախագիծ այսօր շրջանառող կյանքի կոչելու համար նախադրյալներ ստեղծել, մենք դրա համար ենք ակցենտը դնում պաշտպան հայրենիացի վրա, բայց սովորական քաղաքացիներ, նախկինում ծառայած եւ այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ այսօր որոշում են ընդունում անցնել զինվորական ծառայության։ Ես առիթ եմ ունեցել նաեւ խոսել որոշակի թվերի մասին։ Խոսքը շուրջ 25 թվականին շուրջ 1000 քաղաքացու նմանատիպ 1000 քաղաքացու մասին։ Նրա խոսքով պետք է ամեն ինչ անեն, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ եւ ժամկետային զինծառայողների զգալի հատվածը ինչ որ փուլում որոշում կայացնի դառնալ զինվորական։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե ծառայության կրճատման հետևանքով պատրաստությունը կտուժի, պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, այն ոչ մի կերպ չի տուժում։ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծի ընդունումը նախընտրական քայլ չէ։ Զինծառայության ժամկետի կրճատմանը մոտեցել են քայլ առ քայլ։ Վիճակագրությունը խոսում է, որ խաղաղության մեր ձգտումները եւ խաղաղության հասնելու մեր նպատակները հասարակության կողմից միայն ստանում են դրական լիցքեր եւ սա այդ քայլերից մեկը պետքա դիտել, որովհետեւ այս պահին իրականացնել
այն քայլը, որը նաև կառավարության ծրագրում է, ժամկետի կրճատում, դա նշանակում է մենք արդեն պատրաստ ենք։ Դրա հիմքում դրված են վերլուծություններ, թվաբանություն, ծառայության բովանդակության փոփոխություն, իսկ դա նշանակում է բանակը դիրքապահից անցնում է իրական բանակ, պաշտպանական բանակ ունենալու ընթացքի մեջ հայտնվելու ճանապարհին։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ կարծում է նախագծի քննարկումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է եւ այն այսօր իրականություն է։ Նրա բնորոշմամբ բանակը հնարավորությունների տեղ է։ Նա նախ խնդրեց Հայաստանի պաշտպանության նախարարին բազմապատկել այդ հնարավորությունները, հատկապես կրթության ոլորտում, ապա դիմեց առաջարկով։ Պահեստազորի հավաքները ես առաջարկում եմ պարոն Պապիկյան կազմակերպել նույն զինակոչի, նույն զորամասում ծառայած զինվորների այդ նույն կազմով, այսինքն եթե օրինակ ես 15-20 տարի առաջ ծառայել եմ, ես ունեցել եմ բանակում ընկերներ, հրաշալի կլինի հնարավորություն ստեղծել պահեստազորի հավաքի ժամանակ հանդիպել այդ նույն ընկերներին, փորձով փոխանակվել, ընտանիքների մասին խոսել, նաև անձնական հարաբերությունները վերականգնել, նրանց հետ կապերը կորել են, եւ ես դες հավաստիացնում եմ, որ դա իր էֆեկտը կտա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը եւս զինծառայության ժամկետի կրճատումը ճիշտ որոշում է համարում։ Արթուր Հովհաննիսյանն էլ նախ ասաց, որ բանակում բարեփոխումներն իրականացվում են առաջին հերթին խաղաղության շնորհիվ, ապա հավելեց. Մենք հիմա նոր ծառայության գնացող մեր ընկերներին, մեր եղբայրներին, քույրերին պետքա պատմելով հիշեցնենք, թե ինչպիսին էր սնունդը ժամանակին զորամասերում։ Հիմա դրա մասին էլ ոչ մեկ չի հիշում եւ ես հպարտ եմ, որ մեր քաղաքական թիմի կառավարման ժամանակ մենք այս փոփոխությունները բերել ենք, որը իդեպ ընդդիմությունը օրինակ ծաղրի է ենթարկում, երբ որ իրանց կառավարման տարիներին չգիտես ինչեր էին տալիս զինվորականներին։ Ամրաշինական աշխատանքները, որոնք սահմանին իրականացվում են, պարոն Օհանյանը խոսում էր հարյուրավոր կիլոմետրով ավելացած սահմանի մասին։ Ես հպարտություն էի ապրում եւ անգամ աչքերից չէի հավատում, երբ որ այդ ամրաշինական աշխատանքները ներսից տեսա։ Եվ հենց սա է մեծացնում մեր զինվորների մարտունակությունը։ Ինչ վերաբերում է արձակուրդին, ապա թիկունքային զորամասերում ժամկետային զինծառայողների համար այն կլինի 21 օր, իսկ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար 30 օր։ Պաշտպանության նախարարը եզրափակիչ ելույթում խոսեց զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու նախաձեռնության նպատակի մասին։ 1.5 տարի զինվորական ծառայությունը դարձնելու նախաձեռնությունը ունի մեկ նպատակ. Հայաստանի Հանրապետության բանակը դարձնել օր առաջ ավելի պրոֆեսիոնալ եւ սրա հիմքում, ինչպես նշել եմ, ընկած է մեր համալրման արդյունավետությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Բանակը դիրքապահ համակարգից անցնում է իրական պաշտպանական մոդելի, ըստ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այս փոփոխությունն է, որ հնարավորություն է ստեղծում կրճատելու պարտադիր զինծառայության ժամկետը։ Քոչարյանի խոսքով գլխավոր շտաբի հաշվարկները ցույց են տալիս, որ պրոֆեսիոնալ ծառայության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ինչը թույլ է տալիս կառավարել զորակոչի ընդհանուր բալանսը և շարունակել բանակի վերափոխումը։ Նա ընդգծել է տարածաշրջանում ծառայության ժամկետները համեմատելի են, իսկ խաղաղության քաղաքական նպատակը հնարավորություն է տալիս շարժվելու դեպի ավելի պատրաստ ինժեներական ու տեխնոլոգիապես զինված բանակ։ Քոչարյանը հաստատել է, որ ապագայում հնարավոր է նաև անցում 1 տարվա ծառայության, եթե բանակի կարողությունները հասնեն անհրաժեշտ մակարդակի։ Խոսելով 44 օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, Քոչարյանը նշել է, որ այն չի կարող երկար ժամանակ մնալ գաղտնի եւ առանձին դրվագներ պետք է հասանելի դառնան հանրությանը։ Նա նաև քննադատել է նախկին զինվորական եւ քաղաքական ղեկավարությանը հակաօդային պաշտպանական համակարգի չարդիականացման, առաջնագծի վատ կահավորման եւ պատերազմի նախօրեին սխալ տեղեկատվական հոսքերի համար։ Ինչ վերաբերում է այսօրվան, ապա Քոչարյանի խոսքով ստեղծում է ոչ միայն սահմանապահ ծառայություն, այլև խորքային պաշտպանական ստորաբաժանումներ, որոնք պիտի դառնան պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ Սերժ Սարգսյանը ոսո պաշտպանության նախարար չէ եղել։ Եթե հանկարծ ուրիշ մարդ ասեր, ես կզարմանայի, բայց երբ որ Սերժ Սարգսյանը ասում է, երբ որ հակառակորդը մտածում է հարված հասցնելու, բա ում պիտի խփեր։ Ոչ չեր խփելու որևէ բան առևտրի կենտրոնին։ Պիտի խփեր հոբ համակարգին։ Իհարկե հնարավոր է, նայես թե դու ինչքանով ես պատրաստ հարված հասցնելու։ Բա որ ասում ենք, ինչի չեք պատրաստում, երբ որ տեսնում եք, թե հակառակորդը խոցելու ինչ սպառազինություն է ձեռք բերում, բա պիտի խփեր։ Խփել է նաև կառավարման կենտրոնին, մենակ հոբ համակարգը չի եղել։ Այո, պիտի խփեր, որպեսզի օթել լիարժեք ինչ ուզենար աներ։ Այ մեր հոբ համակարգերը ինչու չէր արդիականացվել իրենց կառավարման շրջանում։ Իր եւ Ռոբերտ Սետրակովիչ։ Ուշադիր լսեք ինձ։ Հոբ համակարգերը արդիականացվել են
18 թվականից հետո, երբ որ տոր համակարգերը ձեռք բերվեցին։ Բայց դա բավարար չէր, այդ հաշվարկները բավարար չէին ամբողջը պահելու։ Երբ որ վարչապետը առաջարկում է գնանք մի հատ նոր ձեռք բերված սպառազինություն տեսեք, գնացինք եւ ես ի զարմանս ինձ չտեսա ոչ մի ընդդիմադիր պատգամավորի։ Ինչու՞, որովհետեւ այնտեղ հոբ համակարգի ղեկավարը մեր գեներալը, երբ որ զեկուցում էր, պարզ երևում էր, թե նոր ձեռքբերված սպառազինությամբ մենք մեր երկրի տարածքի ինչքան մասն են կարողանում այս բանին ծածկել։ Այն ժամանակ այդ հնարավորությունը չենք ունեցել։ Հնացած համակարգեր, այս 300-եր եւ Հիվանդության սիմուլյացիայի եղանակով եւ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարման օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ, այդ թվում կաշառք ստացած Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների ԴԱՀԿ նախկին պետ ազգային ժողովի նախկին պատգամավոր Միրհան Պողոսյանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նրա երկու ազգականները։ Մեղադրյալների մեջ է Միքշին շինարարական եւ արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴԱՀԿ պետի քեռին է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են երկու անձի ձերբակալության մասին տեղեկությունը, նշելով, որ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատ նման օժանդակելու համար։ Իդեպ ըստ լրատվամիջոցների հրապարակումների ձերբակալվածներից մեկն էլ ԴԱՀԿ նախկին պետ Միրհան Պողոսյանի եղբայրն է։ Ազգային ժողովում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության շուրջ քննարկման իրավիճակը կրկին լարվել է։ Շեղվելով բուն թեմայից ընդդիմադիր պատգամավորները սկսել են կրկին իշխանության հասցեին հնչեցնել մեղադրանքներ։ Արձագանքը չի ուշացել։ Ազգային ժողովի հերթական նիստին իրավիճակը լարվեց, բովանդակային քննարկմանը կրկին հաջորդեցին փոխադարձ մեղադրանքները։ Ընդդիմությունը պատգամավոր Աննա Գրիգորյանի դեմքով իշխանական ուժին նորից մեղադրեց դավաճանության, պետության ռեսուրսները վատնելու համար։ Այս մարդկանց իշխանության գալուց հետո 18 թվականին ասում են ժողովուրդ, ձեր առաջ խոնարհվում ենք, ձեզ սիրում ենք, գալիս ենք, որ ձեր բոլորի կյանքը լավացնենք։ Հիմա ամեն մեկը մի տուն, տեղ, Փառք Աստծո, թող լինի։ Իրանք բոլորը ծլում, ծաղկում, բարգավաճում, պետական պարտքը հասրել են 8 միլիարդի, թոշակառուների վճարի, թոշակների բարձրացման մասին, այնպիսի էական փոփոխություններ չկան, որ մարդիկ լավ ապրեն։ Վիգեն Սարգսյանի տունը, նախկին պաշտպանության նախարարի, կալանքի տակ դրած, քնիչը մի օրում, երկու օրում կամ մի ժամվա ընթացքում բացում է, եւ մյուս Վիգեն Ալեն Սիմոնյանի մոտիկ վիգեններից մեկը, Վիգեն Բադալյանը, այդ տունը չի գնում։ Պատգամավորն այս մեղադրանքները հնչեցնելիս երևի մոռացել էր իր քաղաքական ուժի ներկայացուցիչների անցյալը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները շտապեցին թարմացնել նրա հիշողությունը։ Դուք խոսում եք բաների մասին, բայց հետևողական չեք։ Օրինակ, եթե այսօր պարզվեր, օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին միլիոնատեր է։ Այդպես չի։ Բայց եթե պարզվեր, գալու եք ասելու եք, չէ՞ Ժորժ ջան, ո՞նց է ստացվում, որ այս երկրում ոչ մեկի որդին միլիոնատեր չի դառնում կամ քիչ մարդկանց որդիներն են միլիոնատեր դառնում, բայց հենց Փաշինյանի որդին են այնքան տաղանդավոր, որ ջարը դառավ միլիոնատեր։ Կասեիք հաստատ դա, բայց հիմա չեք ասում, որ դե միլիոնատեր չի Փաշինյանի որդին, բայց ինքներդ ձեր մոտ լավ հարց չի առաջանում, այդ ոնց ստացա, որ Քոչյանի որդին էր միլիոնատեր իր նախագահության օրոք։ Ինչի էր տենց։ Հանճար է ինքը, բիզնես հանճար է։ Եթե բիզնես հանճարը, ոնց է ստացվում, որ բիզնես հանճարները ձեր իշխանությունների օրոք միշտ եղել են ձեր իշխանավորների որդիները, փեսեքը, եղբայրները եւ այսպես շարունակ։ Եվ նույն անալոգիայով ոնց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը եւ մնացածը միլիոնատեր չեն։ Պարոն Հակոբյան, Հրաչյա, դուք ինչի միլիոնատեր չեք, հանճարեղ չեք, հա։ Ռուբեն Ռուբինյանը դիմելով ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց քաղաքականության մեջ մնալու համար հետևողական լինել, իսկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց. Հիմա որ խոսում եք, ասում եք տենդերներ, կոռուպցիա եւ այլն, Ժորժ ջան, եթե տենց ինչ-որ կոռուպցիոն համակարգ լներ, ինչ-որ մի բան լներ, ձեր առաջնորդի խնամին։ Տենդերներին ոչ թե առաջի տեղով չէր շահի բոլոր տենդերները, մոտիկ էլ չէր գա այդ տենդերներին։ Դուրն ես կփակեին քիթմռուտին, կասեին գնաց տեղից շու, ես ուր ես եկել։ Այ ընկեր, ես ուր ես եկել։ Օրինակ 2018-ից առաջ քանի ընդդիմադիր գիտեք, որ իր խնամին, չգիտեմ, այնտեղ ելք դաշինքից ինչ որ մեկի խնամին, ինչ որ մեկը եղել է Հայաստանի թիվ 1 տենդեր շահու, քանի տես դեպք գիտեք։ Դրանից առաջ չգիտեմ, այնտեղ Ստեփան Դեմիրճյանի կամ այն մեկի։
Այդքանի տենց դեպք գիտեք, ժողովուրդ ջան։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ընդդիմությանն ասաց. «Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն է ձեր առաջնորդը, ձեր ոչ մի խոսքը կոռուպցիայի մասին արժեք չունի»։ Կոռուպցիայի անարդարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին խոսելիս ես կարծում եմ պետք է այնուամենայնիվ դուք ձեր խմբակցության անդամ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին այդ հարցը տակ ասեք։ Հիմա Պարզ է, չէ, երբ որ մենք ամբողջ օրը խոսում ենք Լևոն Քոչարյանին վերագրվող $200 միլիոն մասին, այդ ֆոնին դուք գաք, ասում եմ, պայմանական ամեն ինչ որ դուք ասում եք ճշմարտացիություն է։ Այդ ֆոնին ձեր ասածը գրոշի արժեք չունի, որովհետև քանի դեռ դուք այդ հարցը չեք բարձրացրել ձեր կուսակցությունում կամ այս ինչ ավելի լավ կլիներ այս ամբիոնից, վերջը հարցրեք որտեղից Լևոն Քոչարյանին կամ իրենց ընտանիքին $200 միլիոն կարողություն։ Ես կրկնում եմ, ուշադրություն եմ հրավիրում մեր բոլոր այդ թվում իրավապահ համակարգի գործընկերներին, բոլոր այն խնդիրներին, որը այստեղից բարձրաձայնվեց։ Բայց հարգելի գործընկերներ, եթե իսկապես դուք այդ արժեքներից եք, այդ դիրքերից եք հանդես գալիս եւ կրում եք այդ արժեքները, դուք պետք է հստակ գնահատական տաք Ռոբերտ Քոչարյանին իր ընտանիքին վերագրվող $200 միլիոն միայն դատախազության կողմից հայտնաբերված գույքին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ցույց տալ ՔՊ խմբակցության այն պատգամավորներին, որոնք քաղաքական գործունեության ընթացքում միջին հայից ավելի շատ են հարստացել։ Փոխարենը մատնացույց արեց Աննա Գրիգորյանին, որը հողատարածքներ ունի Սյունիքում, վերջինիս եղբորը, որը 2021-ին բնակարան է գնել, Թագուհի Թովմասյանին, որը 3 տուն է գնել, 4-ն էլ պատրաստվում է։ Եթե դուք ուզում եք հարստացած պաշտոնյաների մասին խոսել, Սերեն Օհանյանին հարցրեք իր տների մասին, Լևոն Քոչարյանին հարցրեք, ասեք դուք 10 տարի եք իշխանություն եղել, այս երիտասարդները 7 տարի են իշխանություն, այդ 220 միլիոնը ո՞նց է բացատրում այն դեպքում, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի, պաշտպանության նախարարության բյուջեն էր այդ ժամանակ այդքան, ո՞նց է բացատրում, հələ այդքանը գիտենք։ Այդքանը կարողացել ենք իմանալ։ Դա պատեհապաշտությունը հասկանում ես, որ դուք նստած լինելով մարդկանց մեջ, ովքեր որ միլիոնատերների եւ միլիարդատերերի համբավ ունեն, այս մարդկանց մեղադրում եք տենց բաների մեջ։ Ալեն Սիմոնյանի խոսքով ընդդիմադիր ուժն ընկել է մի ցիկլի մեջ, որն անընդհատ արդարանում է։ Դուք նյարդայնանում եք, որտեղ ստիպված եք անընդհատ արդարանալ։ Ու նյարդայնանում եք ամենաշատը, գիտեք ինչից։ Ես ասել եմ մի անգամ եւ չեմ նշել, որ ես նաեւ ձեզի նկատի ունեմ, որ խնդրում եմ չվիրավորվել, ես կոնկրետ վիրավորանքի իմաստով դա չեմ ասում, բայց առնետները, որոնք որ փախնում են նավից ու տենում են, որ նավը չի խորտակվում, չեն ներվայնանում, գազազում են, չի խորտակվելու այս նավը ու չխորտակվեց ձեր գնալով ու հաջորդ ընտրություններին էլ տեղ գտեք, որ հայտնվեք այս պարլամենտում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի շենքում ձերբակալվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը, հայտարարել է նրա փաստաբան Ասեմ Բաբայանը։ Նա ավելի ուշ հայտնել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը աղմկահարույց տեսագրության հետ կապ չունի։ Ի դեպ քննչական կոմիտեից հայտնել են, որ Արշակ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Բրյուսելում արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել եւ բանախոսել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2027 թվականից անդին նոր թափ հաղորդելով Արևելյան գործընկերությանը խորագրով պանելային քննարկմանը։ Կոստանյանը ներկայացրել է Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը նշելով, որ այն սահմանում է Հայաստան ԵՄ գործընկերության նոր եւ հավակնոտ նպատակներ, այդ թվում անվտանգության, կիբերանվտանգության եւ տնտեսական ոլորտներում։ ՀԳ տեղակալն ընդգծել է քաղաքական եւ աշխարհագրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ԵՄ արևելյան հարևանության շրջանակներում, անդրադարձ կատարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը։
Վիեննայում ԵՀԿ խորհրդարանական նախարարական համաժողովի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիարտոյի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր, արձանագրել դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստե գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը։ Միրզոյանը եւ Սիարտոն կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները միտված երկկողմ նաեւ Հայաստանի եւ գործընկերության ընդլայնմանը։ Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել հումանիտար հարցերին եւս, այդ թվում փախստական երեխաների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար Հունգարիայում իրականացվող ծրագրերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամեն շաբաթյա ճեպազրույցի ժամանակ դժգոհություն է հայտնել, որ պաշտոնական Երևանը հրապարակել է ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը եւ պետությունների ղեկավարներին համակագրությունը առանց նրանց համաձայնության։ Զախարովայի խոսքով հրապարակված նյութերը վկայում են, որ Ռուսաստանը թե առանձին թե որպես համանախագահ երկիր հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հասնելու համար։ Զախարովան անդրադարձել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, կարծիք հայտնել, թե եվրոպական կողմի միակ նպատակը Երևանի եւ Մոսկվայի հարաբերությունների խաթարելն է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը անդրադարձել է խաղաղության խաչմերուկ եւ թրիփ նախագծերին, ընդգծելով, որ Հայաստանը ակնկալում է Եվրամիության աջակցությունը այս ծրագրերի կյանքի կոչման հարցում։ Նրա խոսքով Եվրամիության հետ գործակցությունը չի սահմանափակվում միայն տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտով, այլ ունի առավել լայն համատեքստ։ Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության օրակարգը եւ սա կարևոր փոփոխություն է եւ կարևոր զարգացում է մեր հարաբերություններում։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Trip-Route նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն, բայց նաեւ տեղյակ եք, որ մեր համագործակցությունը միայն տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների թեմային չի վերաբերվում, այլ շատ ավելի լայն համատեքստ ունի։ Գիտեք, որ դեռևս տարիներ առաջ Եվրոպական միությունը բարձրաձայնեց Հայաստանին 2.6 միլիարդ եվրոյի աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ աջակցությունը վերջերս մենք որոշակի ամփոփումներ ունեցանք, արդեն եթե հիշողությունս չի դավաճանում 500 միլիոն եվրոյից ավել ներդրումներ արվել են Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածին վարկավորման ճանապարհով եւ այդպես շարունակ եւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են եւ իհարկե խաղաղության խաչմերուկում, այդ թվում Trip-Route նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը։ Ուզում եմ ասել նաեւ իմիջ այլոց, որ մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը Trip-Route նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք եւ ես կարող եմ ասել, որ իմ աչքաչափը ասում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք ընթանում եւ մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք Trip-Route նախագծի իրացումը սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ 2025 թվականի ամռանը Հայաստանը ցանկություն էր հայտնել անդամակցելու Շանհայի գործակցության կազմակերպությանը, պատասխանելով այս կառույցի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունների մասին հարցին վարչապետը նշել է.
Գիտեք, որ մենք հետաքրքրություն ունենք դառնալ կազմակերպության անդամ եւ նաեւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք եւ կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի եւ կարեւոր գործընկերն է բոլոր ուղղություններով եւ մենք շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։ Փաշինյանը խոսել է նաև Մայրաթորի բարձրաստիճան հոգևորականության եւ իշխանության միջև տևական ժամանակարգ գերլարված հարաբերությունների մասին։ Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները սկսած Օրին Սուրբ Օծություն Տերտեր Գարեգին II-ից պետք է հեռանան, եկեղեցուն պետք է սկսվի ինքնամաքրման գործընթաց։ Լրագրողների այն դիտարկմանը, թե կաթողիկոսի ենթադրյալ երեխա ունենալը ինչով է խանգարում իշխանության եւ ինչու պետք է կաթողիկոսը իշխանությանը հավատարիմ անձ լինի, վարչապետը արձագանքել է։ Ես ակնկալիք չունեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետքա այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի։ Միջազգային նորություններն էլ առաջարկում ենք դիտել տեսաշարով։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվայում բանակցություններից հետո Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կապ է հաստատել Կիևի պատվիրակության ղեկավարի հետ։ Խաղաղության գործընթացում առաջընթաց ենք գրանցում ամերիկյան պատվիրակության կարծիքով Մոսկվա այցը դրական ազդեցություն է ունեցել։ Մանրամասնել է Անդրեյ Սիբիհան։ Դիվանագետը հավելել է, որ Ուկրաինան զիջումների չի գնալու իր ինքնիշխանության հարցում, սահմանների ուժային փոփոխություն չի լինելու։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ Ռուսաստանում բանակցությունների արդյունքներից կախված Կիևի թիմը հնարավոր է առաջիկայում հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ, այդ թվում ամենաբարձր մակարդակով։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ՆԱՏՕ-ի ծրագրին մասնակցելու որոշումը վաղաժամ էր։ Եթե մենք համաձայնության հասնենք եւ մարտերը դադարեն, զենքն այլևս անհրաժեշտ չի լինի, ասել է Տայանին։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ զենքի փոխարեն անհրաժեշտ կլինեն այլ բաներ, ինչպիսիք են անվտանգության երաշխիքները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ստեղծել պայմաններ ԵՄ տնտեսությունում չինական ուղղակի ներդրումների ավելացման համար, ինչը կնպաստի նոր արդյունաբերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը։ Ըստ էության Եվրոպան պետք է բարեփոխվի ավելի մրցունակ լինելու եւ ավելի շատ ներդրումներ կատարելու համար։ Չինացիները հետապնդում են իրենց ներքին սպառումը ուժեղացնելու օրակարգը, եւ մենք պետք է գտնենք Եվրոպայում չինական ուղղակի ներդրումները մեծացնելու շրջանակ, որը կստեղծի ավելացված արժեք եւ աշխատատեղեր, ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Չինաստանը պատրաստ է գործակցել Ֆրանսիայի հետ համատեղ ձևավորելու խաղաղ եւ փոխշահավետ ապագա, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահը Պեկինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։ Չինաստանը պատրաստ է գործակցել Ֆրանսիայի հետ համատեղ զարգացումը խթանելու, խաղաղություն կառուցելու եւ փոխշահավետ ապագա ստեղծելու, նաեւ շարունակաբար շարժվելու դեպի համատեղ ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը, նշել է Չինաստանի նախագահը։ Մոսկվայից Պուհուկետ թռչող Boeing 777 ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել։ Անձնակազմը հայտնել է առաջին ձախ շարժիչում հրդեհի եւ մարման աշխատանքի մասին։ Խնդրել է վերադառնալ մեկնման օդանավակայան։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 412 ուղևոր։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Պենտագոնում անցկացրել է Սուրբ Ծննդյան Եղևնու լույսերի վառման առաջին արարողությունը։ Մենք հավաքվել ենք Պենտագոնում Սուրբ Ծննդյան տոների օրհնությունը նշելու համար։ Մենք կլուսավորենք նոր մշտական տոնածառ, ասել է Հեքսեթը արարողության ժամանակ։ Պենտագոնի ղեկավարը լուսավորել է Պենտագոնի կենտրոնական բանկում գտնվող տոնածառը իր 8-ամյա դստեր, կնոջ եւ մյուս երեխաների ներկայությամբ։
Շարունակում ենք թողարկումը կառավարությունը հաստատել է պետական մարմիններին խրախուսական ֆոնդ հատկացնելու վերաբերյալ նախագիծը։ Ծրագրի հիմնական նպատակը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է, որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Ինչպես զեկուցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկվելու է հիմք ընդունվելով պաշտոնների դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները, որոնք տարբերակված են հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը։ Հատկացվելիք բյուջետային միջոցների ընդհանուր հանրագումարը կազմելու է 3.6 միլիարդ դրամ։ Ծրագիրը պիլոտային է եւ դրա հաջորդ փուլերը գործելու են մինչեւ 2026 թվականի ավարտը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականի 11 ամսվա տվյալներով պետությանը վերադարձվել է ընդհանուր 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից առ այսօր պետության հաշվեկշռին են անցել 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հեկտարներով հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև միլիոնների հասնող դրամական միջոցներ։ Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին, եւ ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Սա ընդհանուր առմամբ մեր թվերն են, նշեմ ուղղակի, որ հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը, որ ես նշեցի 66 միլիարդը կավելանա, որովհետեւ մենք անցյալ շաբաթ որոշմամբ երկու մեծ հողատարածք վերադարձրել ենք շրջակա միջավայրի նախարարությանը եւ այս պահին գնահատված ունեինք 5330 հեկտարը եւ դեռևս չենք հասցրել հաշվել 4118 հեկտարի եւ 3620 հեկտարի մասով կադաստրային արժեքները, նաև նշեմ, որ գրանցումներն են գտնվում ընթացքի մեջ։ Ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում պետությանն է վերադարձվել նաև քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին խիստ հայտնի Գառնիի քարերի սիմֆոնիա կոչվող բնության հատուկ պահպանվող հուշարձանի այն հատվածը, որը Women ֆիզիկական անձ սեփականաշնորհել էր։ Այդ ֆիզիկական անձի անունը Հայաստանի գլխավոր դատախազը կառավարության բաց նիստում չհրապարակեց։ Քարերի սիմֆոնիայի մի հատված սեփականաշնորհված ա եղել, կոնկրետ անձի, ֆիզիկական անձի։ Այո, պարոն վարչապետ, եւ այստեղ մենք վիճարկել ենք դատախազական ներգործության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում ողջել ենք, որ իրականում 60 հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողը անցել է մասնավոր սեփականության եւ միջնորդագրով դիմել ենք համայնքի եւ արձանագրելով, որ դա ապօրինիա չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60 հոդվածի հողը Եվ այդ կետից փաստորեն վերադարձնում ենք արդեն չենք վերադարձնում համայնքին, վերադարձնում ենք շրջակա միջավայրի նախարարության։ Այո, պարոն վարչապետ, ինչու ենք այստեղ մի փոքր ավելի կարճ ճանապարհով գնացել, որովհետև համայնքի ավականին որոշում է կայացրել։ Մենք ստիպված չենք եղել դատական կարգով բողոքարկելու նաև համայնքի ավականու որոշումը կամ դատական կարգով պահանջելու, որպեսզի համայնքի ավականու անգործությունը այս պարագայում փաստվի, դրա համար մենք ըստ էության դատական ակտ չունենք։ Բայց սա իհարկե միակ ուշագրավ դեպքը չէ։ Դատախազական ներգործության արդյունքում պետական պահպանությանն են վերադարձվելու այլ հողատարածքներ ու գույք Եվս օրինակ Սևան ազգային պարկ պոակի հետ մենք հիմա Սևանի ավազանում հատկապես 0-ից ցածր գտնվող գույքերով նմանատիպ միջնորդագրեր ենք հասցեագրել եւ արդեն ազգային պարկ պոակից ստանում ենք պատասխաններ, որ այո, վարձակալության պայմանագրերը կամ դադարեցվել են կամ դադարեցման վերաբերյալ կողմերը ծանուցվել են եւ մենք երամսյա ժամկետից հետո արդեն հաջորդիվ գործողություններ կանենք գույքի սեփականությունը պետության անվամբ գրանցելու ուղղությամբ։ Այստեղ մի փոքր ճանապարհը կարճ է, որովհետեւ մեր գործընկերները այս փուլում արդեն համագործակցում են եւ աջակցում են։ Եթե այս համագործակցության հնարավորությունը չկա իրավական հիմքերի բացակայության պատճառով, մենք գնում ենք դատարան եւ դատական կարգով ենք վիճարկում ու հետ ենք բերում այս 60 հոդվածի հողերը։ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ ուսումնասիրություններ են իրականացնում նաեւ հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք ապօրինի տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը
միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր, սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում, մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին։ Կառավարության նիստում հաջորդիվ քննարկվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին հավելյալ հատկացումների մասին նախագիծը։ Ինչպես հայտարարեց ոլորտի պատասխանատուն, կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր մոտ 8 միլիարդ 673 միլիոն 771 հազար 400 դրամ, սակայն բյուջեն ավելացնելու կարիք կա։ Ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դա լրացնել եւս շուրջ 2.16 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ։ Եվ ընդհանուր առմամբ, եթե անվարչապետ դուք որոշ համադրություններ բերեցիք, թույլ տվեք ասել, որ 18 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության ֆոնդն էլ զգալիորեն աճել է 25 թվականի նկատմամբ եւ միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ, ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ եւ ինչպես նկատեցինք, միայն կամավոր ատեստավորման համակարգը այստեղ այս տարի 10 միլիարդ դրամ հատկացում է ստանում։ Իսկ 26 թվականի պետական բյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չի, ավելի քան 20 միլիարդ դրամ է հատկացվելու եւ 2024-ի համեմատ կրկնակի ավել է այն բյուջեն, որը մենք ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին։ Ընդ որում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ բացի կամավոր ատեստավորումից մենք խոսում ենք նաեւ տարակարգի վերափոխված մեխանիզմի մասին, որը եւս մինչեւ 50% հավելավճար է հնարավորություն տալիս ստանալ բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչները ունեն 25% հավելավճար, գյուղական փոքր դպրոցներում եւս մինչեւ 50% հավելավճարի հնարավորություն կա եւ սա հնարավոր է դարձրել մեր երկրում մի իրողություն, որ մենք իսկապես ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ, որոնց թվերը դուք առիթ եք ունեցել հնչեցնել կառավարության վերջին նիստերից մեկում եւ այսօր արդեն 700,000 եւ ավել վարձատրություն ստացող ուսուցիչները մեր իրականության մասն են։ Ըստ վիճակագրության 2025 թվականին ատեստավորման համար դիմել է 8400 ուսուցիչ, որից գործընթացին մասնակցել է 7200-ը կամ ավելի քան 84%։ Դեռևս առանց բողոքարկման արդյունքների հաշվարկման ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարել է 4852 ուսուցիչ։ Ժաննա Անդրեասյանի խոսքով ատեստավորումը անցած տարվանից անցկացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այս տարի այդ տարբերակով կիրականացվի նաև բողոքարկման գործընթացը։ Արձագանքելով նախարարի ներկայացրած ցուցանիշներին, Փաշինյանը իր հերթին ընդգծեց. Մենք նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ որ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրեցների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ, ի սկզբանե շատ փոքր թվերից, հիմա 59% ասեցիք, հա, որ դրական են։ 67.2% 67, սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, այսինքն ուսուցիչները իրենք էլ ավելի պատրաստված են գալիս։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Այս կանացը տեսություն։